Գահան Կարապետյան, ինսայդերը ռուսաստանի լրատվամիջոց գրել է, որ Սամվել Կարապետյանը երբ 99 թվականին արտասահմանյան Գիտեմ, հարցը տվել եք, ինչպես ինքը հայտարարեց, ամենը 94 թվականին է ինքը անձնագիր ստացել, իսկ այդ լրատվամիջոցին տվյալներ տվել են իշխանական շրջանակները, որպեսզի ինչ-որ բաներ գցեն։ Դուք հետքում եք։ Չէ, դե աշխարհում կա Photoshop, կա, կարող ենք ուղղակի գրել։ Նարեկ ջան, ինչ է հերքես։ Դու կարող ես հերքել, որ դու Ինդոնեզիայի հատուկ ծառայությունների սպա ես։ Այո, կարող եմ հերքել։ Նարեկ Կիրակոսյանը Ինդոնեզիայի հատուկ ծառայությունների սպա։ Չէ, եղբոր առիթով ենք հավաքվել։ Նաև մենք խոսում ենք իրար հետ։ Ես ամեն անգամ երբ ձեզ տեսնեմ, կհարցնեմ, այդպես է թե չէ։ Դուք վստահ եղեք, ուժային կառույցների մեր ընտանիքում ընդհանրապես ուժայինների աշխատակից ուժային ծառայող երբեք ոչ զինվորական, ոչ էլ այլ ուժային ոստիկանության մեր ցեղում չի եղել։ Ինչու? Որովհետև մենք տնտեսագետներ ենք, տնտեսական գործիչներ ենք։ Իսկ Կարապետյանի անցած ուղին իր ամբողջությամբ, ամբողջ հայացքի աչքի առաջ է։ Այդպիսի մի հոդված ես ձեզ խոսք եմ տալիս, Նարեկ ջան, մոտակա ժամանակներին Ինդոնեզիայի հատուկ ծառայությունների թեմայով ձեր մասին հնարավոր է դուրս գա, բայց դա իրականությանը չի համապատասխանում։ Այսինքն պատվիրելու մի րոպե, հոդված եք պատվիրել։ Այդպիսի հոդված շատ մեծ հնարավորությամբ դուրս կգա։ Իսկ այս հոդվածը ով է որ Ես չգիտեմ, ռուսական լրատվամիջոցը կարող է ինչ որ աշխատակազմի ղեկավար պետական ռեսուրսների վատնում է կատարել եւ սխալ տեղեր է գումար ծախսում։ Ում եք ակնարկում բան Կարապետյան։ Հարցս տալիս եմ, քանի աշխատակազմի պետական կառույցներն ունեն աշխատակազմի ղեկավարը վեդին էլ ունի, կարծեմ համայնքապետարանը։ Պետական ծառայությունների մեր պետության փողերը պետք է այսպես բաներ պատվիրելու վրա չծախսեն, շատ լավ կլինի, որ ծախսեն հիմնականում մարդկանց կարիքների համար։ Մենք այսօր այցելել ենք մի քանի գյուղ, ու գիտեք ինչ ենք տեսել, Նայք ջան։ Սայաթ Նովա գյուղում խմելու ջրի խնդիր ենք տեսել, խմելու ջրի։ Մարդիկ հարյուրավոր հազարներ են ծախսում սուտ բաներ տարածելու համար ու դա անում են պետական ռեսուրսներից կամ սվերային ֆինանսավորումներով։ Ով է ֆինանսավորում իրանց YouTube-յան պատվերները, գովազները բոլորը տեսել են իրանց YouTube-յան։ Տեսել եք, չէ՞։ Ձերն էլ եք տեսել։ YouTube-յան իրանցը տեսել եք, ով է ֆինանսավորում։ Չգիտեմ։ Ով է ֆինանսավորում, որ 300,000 ադրբեջանցի պետք է գա 300,000 ադրբեջանցի գալու մասին այսօր անգամ դա մեծ վտանգ է Հայաստանի համար, այսօր հայտարարել է Հիկմետ Հաջիևը Հայաստանի ազգային ժողովի նախագահի կարծիքով երկրի տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավոր Ադրբեջանի ըստ Ալեն Սիմոնյանի Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը Ադրբեջանն է։ Ադրբեջանի նախագահի օգնականը Հիկմետ Հաջիևը հայտարարել է, որ 300,000 ադրբեջանցի ապրել այսօր։ Նարեկ ջան, մենք կարդում ենք դա, մտնում ենք հայկական էջեր, տեսնում ենք լռություն։ Այս մեր հասարակությանը ճշմարտություն պետք է ասենք մենք բոլորովս։ Իսկ ճշմարտությունը նա է, որ կան ստվերային պահանջներ, որի մասին ինքը չի ասում, որի մասին փաստի առաջ է կանգնեցնելու մեր ժողովրդին։ Որտեղից այդ տեղեկությունը, որ ստվերային պայմանավորվածություն կա։ Բացատրեմ։ Կան, իսկ որտեղից այն տեղեկությունը, որ ստվերային պայմանավորվածություն չկար, մենք բոլորս մտածում ենք, թե չկար ստվերային պայմանավորվածություն, մինչև Զանգեզուրի իրենց կոչված ճանապարհի հարցը իրենք փորձեցին լուծել։ Մենք ասում ենք Սյունիքում ճանապարհ տրվելու է թե չէ, ուղիղ Մեղրիում հարցրել են Փաշինյանին, նա ասել է չի տալու, տվեց ճանապարհ։ Որն է մեր երաշխիքը, Նարեկ ջան, որ վաղը ինքը չի բացելու Հայաստանի դռները։ Վարդենիսում բոլոր պետական կառույցները համարյա Վարդենիսից տեղափոխվել են։ Շատ գյուղեր, դպրոցներ փակվում են։ Ադրբեջանի նախագահի իրենց կողմից Հայաստանի անվտանգության երաշխավոր հայտարարված Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել է, որ 300,000 ադրբեջանցի այստեղ բնակվել, նրանց իրավունքներ եւ այլն։ Այդ մարդիկ չեն դադարում, չեն կանգնում։ Իսկ այս մարդիկ
այդ մարդկանց չեն մերժել այսքան ժամանակ։ Մեզ համոզել են, ասել են ճանապարհը չենք տալու, տվել են։ Մեզ համոզել են, ասել են չենք ճանաչելու, իրենց կազմում ճանաչել են։ Ամեն ինչ իրենց ծրագրում անգամ գրել են ու սխալ են։ Պարոն Կարապետյան, եւ սխալ են վերջում արել են հողի վրա հակառակը։ Ինսայդերի հրապարակման այսինքն հերքում եք դուք, որտեղ պարոն Կարապետյանը ուղիղ չի հերքում, ասում է շանտեղ մի դրեք, բայց չի ասում որ դա սխալ է։ Սովորական կարող է սովորական ինտերնետային յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է, ես ձեզ վստահեցնում եմ, ձեր մասին կարող է գրել, որ Ինդոնեզիայի Փաշինյանի մասին էլ կարող է գրել, որ նա ուղղակի Փաշինյանին հնարավոր է Փարեն գուցե ուղիղ ասեք դա ճիշտ է թե սխալ է։ Արեգ ջան, ինչու պետք է ասենք մի բան, որը ընդհանրապես նոնսենս է։ Ոնց որ գանձը հայտնի է իր աղմկարից հետաքննություններով աշխարհի տարբեր, հա, քաղաքական գործիչների հետ կապված եւ ֆինանսավորումներով է հայտնի։ Ստվերային ֆինանսավորումներով հայտնի, թող մեր պետական փողերը այդպես ստից բաների վրա չծախսեն, կան գյուղեր ջուր քաշեն։ Դուք իշխանությանը մեղադրում եք պատվերով հոդվածի, հա? Միանշանակ։ Պարոն Կարապետյան, ներողություն կներեք, այսօր մամուլում լուր տարածվեց, որ հերթական բարեփոխումների մասին տրանսպորտի, հա, 9 մետրոյի կայարաններ ստեղծել, մի փոքր մանրամասն եք, ինչ ժամանակահատված է դրա համար նախատեսվում, ֆինանսական աղբյուրները որոնք են, պետությունն անձնավոր։ Մենք դեռ չենք հրապարակում ծրագրերը, տրանսպորտի հարցի լուծման ծրագրերը, չենք ուզում դեռ այդ մասին մեր հասարակությանը բացենք այդ ինֆորմացիան, որովհետև գնում է, process-ը գնում է, բայց Երևանի խցանումների հարցը շատ լուրջ հարց է, իսկ Երևանը չեն կարող ասել, որ աշխարհի ամենամեծ քաղաքն է։ Այսինքն խցանումների հարցը հեշտ լուծվում է Երևանում։ Ուղղակի պետք է խելացի համակարգ դրվի, տրանսպորտային համակարգ, բայց ծրագրի մասին դեռ չենք ուզենա բացենք, դրա վրա աշխատում ենք։ Աշխարհի լավագույն մասնագետներից մեկը աշխատում է Երևանի բեռնաթափման, Երևանի տրանսպորտային հարցի լուծման վրա, բայց թե ինչ լուծում կտրվի, դրա մասին դեռ չենք հայտարարի։ Այսինքն մինչև այդ մեծ ծրագիրը ավելի մոտ ապագայում բեռնաթափման հարցերը կլուծվեն։ Բեռնաթափման ծրագրեր, Երևանի բեռնաթափման ծրագիր մենք մշակում ենք, բայց էլի չեմ ուզենա այդ մասին այս պահին խոսել, հողի վրա պետք է ծրագիրը լինի, առաջարկը լինի, տնտեսական հիմքը լինի, որպեսզի մենք միջոցներ պետության տեսակետից միջոցներ ներդրենք քաղաքը բեռնաթափելու համար Երևանը, ոչ թե մենք միջոցները տանենք այդ միջազգային ընկերություններին գումար տանք պետական միջոցները, որ սխալ հոդվածներ տպեն, այլ այդ միջոցները բերենք, մեր երկրում դնենք ու լուծենք մեր քաղաքացիների հարցը, տրանսպորտի հարցը, վերջապես խելացի լուսավորային համակարգեր դրվի մեր քաղաքում, որը չկա։ Այդ նույն միջոցները, ինչ իրենք ծախսել են, ամենայն հավանականությամբ ծախսել են ինսայդերի հետաքրքրելու, իրենք կարող էին դնել ուրիշ բանի մեջ։ Մարդկանց անվանարկելու փոխարեն իրենք մեր ղեկավարի ամբողջ անցյալը անցել է լրատվական միջոցների ուշադրություն։ Պարոն Կարապետյան, որ դա Դուք կարաք համարեք դա հեր։ Պարոն Կարապետյան, նաև այսօր ասվեց, որ Բայց համարեցիք երկում, ավարտեցինք թեման։ Շնորհակալ եմ։ Կոմիտեի ձայնագրությունը, որ արցախցիների մասին ձեզ վերագրվող թիմակիցները խոսում են հայոյանքներով, սա ինչպես է մեկնաբանում։ Ինչ որ մարդիկ, ինչ որ մարդկանց մասին, ինչ որ բան են խոսում։ Դա բարդ խոսակցություն կարող է լինել, բայց երբ որ երկրի ղեկավարը ուղիղ եթերով նայելով օպերատորին, նայելով կամերային, աշխարհի ամենաանշնորհ ձևով արտահայտվում է իր սեփական երկրի քաղաքացիների ասեին, իր հայրենակիցների ասեին, դուք այդտեղ խնդիր չեք տեսնում։ Խնդիր չեք տեսնում նրա վերաբերմունքին դեպի մեր հայրենակիցները։ Նրա հիշում եք, ես ուզում եմ դուք հիշեցնեմ ձեզ, բայց չկտրեք այս մասը, Նարեկ ջան։ Դուք ուղիղ եթերում եք հիմա։ Շնորհակալ եմ շատ։ Ուզում եմ հիշեք, թե ինչպես, ինչ սրտով էր նա Արցախ 2018 թվականին, երբ այցելել էր Արցախ, ասում էր մի մարդու պատմություն էր պատմում ամենայն հավանականությամբ Հադրութից, ով որ ջուր էր շփել մեքենայի հետևից, մի ամիթ հայ մտածել էր, թե լավ բանով է Փաշինյանը եկել Արցախ, ջուր էր շփել մեքենայի հետևից, որ հետ գաս։ Եվ Փաշինյանն ասում է, ինչպես կարող եմ արցախցուն դիմելով, ես քեզ հուսախապ անեմ, եղբայր, ինչպես կարող եմ։ Դրանից անցավ 8 տարի եւ 3 տեսանք իր իրական դեմքը։ Այսօրվանից 2 շաբաթ առաջ նա կապանում էր։ Կապանում կանգնել էր նույն ձև, ասում էր ես ձեզ սիրում եմ։ Աստված չանի,
նա իշխանության մնա, որոշ ժամանակ հետո հնարավոր է կապանցիներն է նույն ձև ինքը կապանցիների հանդեպ է նույն ձև վարվի։ Իդեպ բարբարները շատ հեռու չեն։ Ձայնագրության հետ կապված ինչ կապ ուներ ձեր այս պատմության հետ։ Մեծ պատմության հիմնական հարցը այն է, որ մեր երկրի ղեկավարը ում աջակցում է, ում ոչ ուղիղ աջակցում է ձեր լրատվականներին ու ում արցախցիներին 3 ամենավերջի խոսքերով Արցախի մեր հայրենակիցներին ձեր լրատվամիջոցի կողմից դրական ֆոնով ներկայացվող իշխանության ղեկավարը Դուք երևի չեք տեսնում մեր հետաքննությունները, բացահայտումները իշխանության վերաբերյալ։ Օրինակ, այն իշխանության մասին եք խոսում, որին ֆինանսավորում էր ձեր թիմակից պարոն Ալեքսանյանը 2.5 միլիոն դրամով։ Հուսով եմ նրանք կվերադարձնեն Պարոն Կարապետյան, իսկ եւ հայտարարվեց, որ էլեկտրոէներգիայի փողը կարող է բարձրանալ, հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովը հայտարարեց։ Կարճ, ինչպես կմեկնաբանեք, պարոն Կարապետյան, էլեկտրոէներգիայի գինը կարող է բարձրանալ, ՀԿՑԿ նախագահը հայտարարեց, ինչպես կմեկնաբանեք։ Կներեք։ Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովը հայտարարեց, որ հնարավոր է էլեկտրոէներգիայի գինը բարձրանա, առանց հստակ մանրամասների։ Կարող եք Ես մի բան ասեմ, էլեկտրոէներգիայի գինը այս պայն պետությունը սկսել է սուբսիդավորել, քանի որ իրենց հեծի հետ կապված այս process-ներից հետո գնի խնդիր կա, իրենց ազատականացման այդ process-ներից հետո գինը էլեկտրոէներգիայի իրական քաղաքացիների համար գինը աճել է, բայց պետությունը այս պայն որպես քանի որ նախընտրական շրջան է, ցույց չի տալի դա հասարակությանը, որ գինը աճել է եւ պետական բյուջեից ստվերային գումար է դրել։ Ստվերային գումար է դրել, որպեսզի հնարավորություն ունենա սակագինը չբարձրացնեն։ Ընտրություններից հետո կփոխվի իրավիճակը։ Ընտրություններից հետո իրավիճակը սակագինի Իրենք միլիարդավոր դրամներ են ծախսում, որպեսզի բարձրացած սակագինը, որը իրենց սխալ քաղաքականության միջոցով սխալ քաղաքականության արդյունքում է բարձրացել, միլիարդավոր դրամներ են բյուջեից ծախսում, որպեսզի դա հասարակությունը չտեսնա, բայց մեր հասարակությունը թող իմանա, որ իրենց այս process-ներից հետո սակագինը ժողովրդի համար թռել էր, իրենք բյուջեից փող են տալիս ձեր հարկերից, որպեսզի ընտրությունից առաջ չիմանաք այդ մասին։ Եթե որևէ մեկը հարց ունի իմ այս ասացի հետ կապված, կարող է այդ հարցը տալ, մենք բոլոր փաստաթղթերը կհրապարակենք։